Մեր ժողովրդին մենք խոստում ենք տվել Հայաստանը լինելու է առանց գույքահարկ, առաջի որոշումը լինելու է Հայաստանում առանց գույքահարկ եւ անվճար քաղաքային տրանսպորտ։ Երկրորդ որոշումները, այսինքն եթե դուք ասում եք 10, տարածքային ամբողջականության վերականգնում։ Եկեք մեկ-մեկ քննարկենք այդ գույքահարկը եւ տրանսպորտը։ Կան նախադեպեր այլ երկրներում։ Իհարկե, ես ապրում եմ այդ երկրներում։ Մեր Վրաստանը նայենք առանց գույքահարկի երկիրը, ես ապրում եմ արաբական երկրներում, հա մեր գլխամասային գրասենյակը արաբական այդ 6 երկիրը որ կա GCC, Gulf Cooperation Countries, Դուբայ, Արաբական Էմիրություններ, Օման, Կատար, Բահրեյն, որը չասեցի, մի րոպե, Սաուդյան Արաբիա, որը չասեցի, Սաուդյան Արաբիա, Միացյալ Արաբական Էմիրություններ, Օման, Կատար, Բահրեյն, Քուվեյթ։ Բոլորը նավթային Ոչ, բոլորը նավթային չեն, վերցնենք Դուբայը նավթ չունի, Աբու Դաբին նավթ ունի, Շարժան նավթը 15 տարի առաջ է վաճառել, Դուբայը նավթի հաշվին ոտքի չի կանգնել, Բահրեյնում գազ նոր են գտել, այսինքն ոչ, այդ երկրների քաղաքականությունը լրիվ ուրիշ ձև է եւ նրանք նավթից հրաժարվում են, Միացյալ ազգերի կազմակերպությունից հրահանգ են ստացել, որ նավթային էկոնոմիկայից մինչև 30 թիվը հրաժարվեն, քանի որ աշխարհը նավթը սկսելու օգտագործել միայն որպես հումք։ Այսինքն դրա համար տեսնում ենք էլեկտրոմեքենաների, այդ երկրները նավթային քաղաքականությունից վաղուց հրաժարվել են։ Վերջերս այդ ոմանց համար գույքահարկը 100 անգամ աճել է։ Եվ մարդիկ, ասենք, եթե չեն կարողանում պահել իրենց պապենական տունը, որովհետև պետությունը Փարսի նման գտնվել է, ասենք, այն կենտրոնում եւ այդ կենտրոնում այդ տունը հիմա հսկայական գույքահարկի եւ այդ կենտրոնն էլ մեր մտավորականությունն է եղել, այսինքն որ պետությունը ՍՍՀ-ի ժամանակ նվիրել է այդ բնակարանները, այսինքն պետությունն էլ ասում է ծախեք գնացեք, այսինքն աջակցություն չկա, այդ մարդկանց այդ տարիների չարչարանքը ներդրում է այս երկրի կառուցման, մշակույթի, գիտության, այսինքն զրոացնում է անարդար է եւ դրա հաշվին փաստորեն լավ շարունակենք ուրեմն քաղաքային տրանսպորտին կարող է չանդրադառնալ հասկանալի է ամենակարևոր բանը անվճար քաղաքային տրանսպորտը երբ որ նրանք մեզ առաջարկում են հրաժարվեք ձեր քաղաքական հայացքներից ասել եմ եկեք 6 ամսով դնենք անվճար քաղաքային տրանսպորտ եթե քաղաքը չբեռնաթափվի դա առաջի կետն ենք ասում ինքը 50 կետ եմ ես գրել 30-ը վերցրել եմ այլ երկրից, ինչպես պետք է ֆինանսավորվի, 20-ն էլ ես եմ ավելացրել, Հայաստանի պայմաններում ինչպես պետք է ֆինանսավորվի, ասել եմ, եթե մենք ձախողվենք, դուք կարմիր գծերով ձախողվել եք։ Մենք հայտարարում ենք, որ մենք ձախողվել ենք եւ քաղաքական պայքարից դուրս եմ գալիս։ Պետք է համաձայնում են, չէ՞, իրանք են ասում, դուրս եկեք։ Մեր ամենակարևոր ծրագիրը, որը որ մենք գրել ենք, այսինքն մի բանով մենք իրոք համաձայն ենք Փաշինյանի հետ, որ բոլոր մեր սահմանադրությունները կեղծվել են։ Ես այդ հարցազրույցը հիշում եմ ազատությունը մեր նա տալիս, այսինքն այս սահմանադրության իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Իրականում այդ լծակները չկա։ Եվ մենք վարձ տեսնում ենք 5 տարի, 7 տարի այս մարդիկ հող են տալիս, ինչ ասես անում են, այսինքն մենք բերել ենք մի վարչապետ, թուղթ ու գրիչը տվել ենք, ասում ենք մեր իրավունքները գրի։ Ինքն է գրում է։ Ոչ թե ինքը իր ասել ենք մեր իրավունքը գրի ու մենք չունենք այդ լծակը եթե ես բիզնեսի մեջ կարևոր պատասխանատու աշխատող եմ վերցնում 3 ամիս, 1 ամիս, 6 ամիս փորձնական ժամկետ եմ տալիս այդ մարդուն հիմա մենք ստեղծել ենք մի համակարգ ընդերքը ժողովրդինն է այս իշխանությունը ժողովրդին է բայց իրականում լծակները չունենք նույնիսկ եթե մի հատ լավ դատախազուհի գտնվի որ ուզենա այս մարդուն կալանավորի, նա պետք է գնա թույլատրություն վերցնի, ասենք, թեկուզ պատգամավորին, թեկուզ վարչապետ, բայց օրենքով վարչապետին կալանավորելու համար իրան թույլատրություն պետք չի, ասենք։ Այսինքն այդ լծակը չունենք մենք այդ մարդու վրա ազդելու, մնում է փողոցային պայքար կամ ըմբոստանալ, որը որ
հենց այս իշխանություններն է ձգտում են սարքեն քաղաքացիական պատերազմ, սարքեն մի այդպիսի քաոսային վիճակ, այսինքն ժողովրդին թողում են, իրանց մտածելով ժողովրդին թողում են մենակ այդ լծակները, փողոցային պայքար եւ ըմբոստանալ, նույնիսկ զենքի ըմբոստանալ, նրանք ստիպում են ժողովրդին գնալ դրան, իսկ կոնվենցիայի մեջ հստակ նշված է, երկրի ղեկավարները պետք է երկիրը այնպես ղեկավարեն, որ ժողովրդի միակ պայքարի ձևը չմնա ըմբոստանալը, այսինքն նույնիսկ ըմբոստանալը դա կոնվենցիայում ես չեմ ընդունում այդ ձևը, մանավանդ Հայաստանի համար, բայց ես օգնել եմ տարբեր երկրների, իրենց Աֆրիկայում, Հարավային Սուդանին եմ օգնել, որպեսզի այդ մարդիկ իրանց կյանքը այդպիսով կարողանան ապրել, ոչ թե կյանք, այլ կարողանան ապրել, չմեռնել, չզոհվել։ Այո, կոնվենցիայում հստակ նշված է, որ այս իշխանությունը ամեն ինչ անում է, որ ժողովուրդը չունենա այլ պայքարի միջոց, միայն քաղաքացիական ամեն մանիպուլյացիան տանում է դրան, ինչ վերաբերում է սանկցիաներ, եթե մենք ունենայինք ընդդիմություն, հիմա այստեղ ամենակարևոր հարցը, առողջ հասարակություն, առողջ իշխանություն, եթե դու չունես ընդդիմություն, ինչ սանկցիայից ենք մենք խոսում։ Երբ որ ժողովրդի, ես կասեի 50%-ը մեր երկրում ապա քաղաքականացված են։ Ես ժողովրդից ներողություն կխնդրեմ, բայց կասեմ դրանք վախկոտներն են։ Երբ որ այսօրվա դրությամբ, երբ հայրենիքը կանգնած է ասենց լուրջ վիճակում, հա, լուծարման Արցախի պես, սա այն ժամանակը չի, որ մեր պապերը պատմել են կոտորածի մասին եւ մեր երեխաները մոռացել են, ոչ, մեր աշկի դիմաց Արցախը երկու շաբաթում իրանք ապրում էին, իրանք վայելում են, երկու շաբաթում չկա այդ Արցախը, այսինքն այն չի, որ մեր տատերը ասել են, իրանք հետ չեն լսել։ Եվ որ այդ մարդիկ ասում են, ես քաղաքականության մեջ չկամ, ես քաղաքականությունից գաղափար չունեմ, այսինքն այդ մարդիկ ուզում են, որ իրենց երեխայի, իրենց հողի, իրենց հայրենիքի հարցը ինչ-որ մեկը լուծի, իրանք էլ են ուշացած գնացքի վրա թռնողներն են։ Երբ որ լավ կլինի, կգանք կողքդ կկանգնենք, ես դրանց վախկոտներ եմ համարում, ես գտնում եմ, որ այս ազգը ամբողջովին պետք է քաղաքականացված լինի, այսինքն պահանջատեր լինի, հենց ձեր ասած, եթե եկել է մարդ ծրագրում ասել է ոչ մի թիզ, ծրագրում ասել է Արցախը Հայաստան է եւ վերջ, ծրագրում ասել է աղքատությունն են ամեն կողմով ծրագիրն ասել է եւ տանում այլ քաղաքականություն, հենց պետք է ժողովուրդը այդ լծակ ունենա, որը որ մենք առաջարկում ենք, պետք չի սпасել 5 տարի, եթե ձեր ասածի պես մենք հաղթեցինք, մենք բանաձև ենք տալի 2-3 ամիս, 6 ամիս չարեցինք մեր ասածը, ժողովուրդը հնարավորություն ունի մեզ գործից ազատելու։ Իրանք մենեջերներ են այնտեղ դրած եւ հռչակագիրը հստակորեն նշում է, որ պետք է կատարեն ժողովրդի իղձերը, պատգամները, այսինքն մենք այդ ծրագիրը տալիս ենք, ժողովուրդ ջան, եթե մենք կապ չունի, մի շաբաթից կորոշեք, եթե մենք մեր ծրագիրը չենք արել, հիմնավորում եք, որ մենք մեր ծրագիրը չենք արել, վերջ։ Գալիս եք, մեզ ասում եք, ամեն օր ընտրություն արեք։ Հեսա կասեն փող չունենք, ունենք։ Եկեք շվեյցարական բանաձևն ենք առաջարկում, նույնիսկ հարևան պետության հետ ինչ հարաբերություն պետք է ունենա Շվեյցարիան, չէ՞, եվրոպական հարևան պետություն, ժողովուրդն է որոշում։ Մենք այս պետության հետ ինչ ասում են, մեր հասարակությունը պատրաստ չի, լավ էլ պատրաստ է, այդ պետական օրակարգեր է, որ մեր հասարակությանը, ասենք, թերացնեն։ Այսօր ամեն մի ոստիկան, ամեն մի պարեկ ունի նույնականացման, ասենք, հարմարանք։ Ես 2008 թվականին, երբ որ Կենիայի բանտերն էինք բարելավում, ճամփորդել ենք, տեսել ենք այլ երկրներ, կային Եվրոպայում բանտեր, երբ որ զանգը տալիս էին մարդիկ, պետք է հաշվվեր, իր մահճակալի կողքը մատնահետքի տեղ կար, այդ մի քանի վայրկյան գնար, մատը դներ, նույնականացվեր, այսինքն այդ տեխնոլոգիաները, որ մարդը իր տունը նստած, նույնականացվի, որ ինքը այդ մարդն է, ասում եմ, այսօր պարեկը կանգնացնում է, ոչ վարորդական ունես, ոչ իվան, ասած տաբլետը պահում է, քո ամեն ինչը գալիս է, նույնիսկ քո բանկային այդ հավելվածները պահում ես, նույնականացում ես, ասենք հեծանիվ հորինել պետք չի, կարող ենք ամեն մի բնակարանում տեղադրել
մի տաբլետ մարդիկ գրանցվեն մատնահետքով եւ քվեարկեն, որ ավելի քիչ հավանական է այդ կեղծիքներին, քան թե այս թղթայինը, որ մենք տեսանք այս Էջմիածինի խայտարակությունները, որը որ առանձին կուզենա հետո հարցերից հետո առանձնան թեմա է, երբևէ մենք դրա մասին եւս կխոսենք, դուք շարունակեք ձեր տեսլականի շարադրանքը։ Հիմա գանք էլի որ խաղաղություն չենք բերելու ենք պատերազմ, անկեղծ եմ ասում, բերելու ենք մեր հողերի ազատագրումը, բայց վարձկաններով, մենք դա արել ենք այդ առաջարկը 44 օրյա պատերազմի ժամանակ, ասել ենք վարձկաններ կբերենք, ոնց ուզում եք անվանեք, տեխնոլոգիաները և ինֆորմացիաները, որ նրանք օգտագործում էին ու չէին ենթարկվելու մեր ՊՆ-ի ինֆորմացիոն կենտրոնին, որը որ տանում էր այնպիսի քաղաքականություն, հանձնողական քաղաքականություն։ Եվ ես ընկերներ ունեմ, որոնք կամավորական ջոկատներ ունեին, երբ որ մեկնում էին 44 օրյա պատերազմ, ես նրանց ասել եմ, ինչ կանեք, կենտրոնին չլսեք։ Նրանք ետ էին եկել, մի երկու խորհուրդ էի տվել, նրանք ետ էին եկել մեկ վիրավորով, ինձ կանչե շնորհակալություն էին հայտնում, այն կամավորական խմբերը, որ կենտրոնին էին լսել, կամ գերության մեջ էին հայտնվել, կամ զոհվել էին, անհետ կորել էին։ Վարձկանները, երբ որ ես ասում եմ, դա չի նշանակում փողոցից հավաքում բերում ենք, մենք կան խմբավորումներ, որոնց հետ արդեն զրուցել էինք, հիմա էլ ենք զրուցում, ծրագիրը կա քանի օրում ազատագրել, քանի օրում հետ բերել։